Գյուղնախարարը Շիրակի ֆերմերներին հորդորում է մշակել խոպան հողերն ու արդյունավետ օգտագործել հողատարածքները, բայց գյուղացիները բողոքում են, որ չեն կարողանում վաճառել իրենց առատ բերքը։ Խոսքը վերաբերում է կարտոֆիլին, որը Շիրակի մարզում հացահատիկի մշակությունից հետո երկրորդ տեղում է։ Ունենք կարտոֆիլի իրացման խնդիր, որը գրեթե ինքնարժեքով կամ վաղը մյուսը ինքնարժեքից ցածր է իրացվելու։ Պահում եք, հետո նոր երբ որ պետք է ձեզ, ասում եք արդեն արի։ Էն էլ ասում արդեն էլ չեն վերցնում, բերել փչացրել ես։ Երբ որ գնորդը գալիս է, պիտի ապրանքը տաս։ Այն որ այդպես խոսք է, աղջիկա ուզող գալիս է, պիտի տաս։ Մարզի գյուղատնտեսական խնդիրների մեջ երկրորդ տեղում ոռոգման ջրի խնդիրն է։ Եթե մեր ցածրադի մարզի, ասենք Ախոյանում որոշում են թե ինչ ձևով ոռոգենք եղած ջուրը շատ է քիչ է, մենք տարբեր ջրի խնդիր ունենք։ Ավելի շատ այնքան գործը ջրամբարի վրա չէ, որքան այդ խողովակները, որ պետք է այդ ցանցը պետք է կառուցվի, դա լուրջ ներդրումների կարիք կա։ Մենք հիմա նայում ենք, քննարկում ենք այդ հնարավոր տարբերակները ջրամբարների գերակայությունները տալով։ Ոռոգման խնդրի լուծման ուղղությամբ քայլեր կձեռնարկվեն, սակայն մինչ դա գյուղնախարարը խորհուրդ է տալիս գյուղատնտեսական տարվա մեկնարկին պատրաստվել ինչպես հարկն է։ Նազելի Ալբակյան, Խաչատուր Գևորգյան, ժամը լրատվական։